Բաժին 3. Քվեարկությունը։ Քվեարկության արդյունքների ամփոփումը։ Գլուխ 11. Քվեարկության կազմակերպումը։ Հոդված 54. Քվեարկության տեղը եւ ժամանակը։ Առաջին. Քվեարկությունն անցկացվում է միայն Հայաստանի Հանրապետության տարածքում կազմավորված տեղամասային կենտրոններում ժամը 8:00-ից մինչև 20:00, բացառությամբ սույն օրենսգրքով սահմանված դեպքերի։ Ժամը 20:00-ին քվեարկության սենյակում գտնվող, բայց դեռևս չքվեարկած ընտրողները քվեարկելու իրավունք ունեն։ Մեկնաբանություն։ Հայաստանի Հանրապետության նախագահի եւ ազգային ժողովի համամասնական ընտրակարգով ընտրությունների ժամանակ շրջիկ արկղերի միջոցով քվեարկություն է կազմակերպվում ստացիոնար բուժ հիմնարկություններում գտնվող եւ քվեարկությանը ֆիզիկապես մասնակցելու հնարավորություն չունեցող ընտրողների համար։ Հոդված 55. Քվեարկության սենյակը։ Առաջին. Քվեարկությունն անցկացվում է այդ նպատակով կահավորված սենյակում, յուրաքանչյուր ընտրական տեղամասում մեկ սենյակ հաշվարկով։ Երկրորդ. Քվեարկության սենյակը պետք է լինի հնարավորին չափ ընդարձակ եւ բավարարի հետեւյալ պահանջները։ Առաջին. հնարավորություն ընձեռի քվեարկության ողջ ընթացքում ապահովելու տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամների եւ քվեարկությանը ներկա լինելու իրավունք ունեցող անձանց միաժամանակյա կանոնավոր աշխատանքը։ Երկրորդ. հնարավորություն ընձեռի տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամներին եւ դիտորդներին իրենց տեսադաշտում պահելու քվեատուփը, քվեարկության խցիկները, պայմանով, որ չի խախտվում քվեարկության գաղտնիությունը, քվեարկության խցիկներից մինչև քվեատուփն ընկած հատվածը։ Երրորդ. քվեարկության սենյակի կահավորումը պետք է ավարտվի քվեարկության նախորդ օրը մինչև ժամը 24:00։ Հոդված 56. Քվեարկության խցիկները։ Առաջին. քվեարկության համար հատկացվում են խցիկներ, յուրաքանչյուր 750 ընտրողի հաշվարկով առնվազն 1 խցիկ։ Երկրորդ. քվեարկության խցիկը պատրաստվում է այնպես, որ ընտրողը կարողանա տեղամասային կենտրոնում գտնվող անձանցից գաղտնի լրացնել քվեաթերթիկը, ունենա բավարար լուսավորվածություն, տեղադրված լինի գրիչ։ Երրորդ. քվեարկության խցիկները տեղադրվում են միմյանցից առնվազն 1 մետր հեռավորությամբ եւ այն դիրքով, որ ընտրողը քվեարկելիս լինի հանձնաժողովին դեմքով եւ թիկունքով դեպի պատը։ Հոդված 57. Քվեաթերթիկը, քվեարկության ծրարը։ Առաջին. միաժամանակ տարբեր քվեարկություններ անցկացվելու դեպքում քվեաթերթիկները պատրաստվում են այնպես, որ ակնհայտորեն տարբերվեն միմյանցից։ Չորրորդ. մեկ թեկնածու քվեարկվելու դեպքում քվեաթերթիկում թեկնածուի ազգանվան տողի ներքևում նշվում են կողմեմ եւ դեմեմ բառերը, յուրաքանչյուրի դիմաց աջ կողմում նշումի համար նախատեսված դատարկ քառանկյունով։ 9. Միաժամանակ տարբեր քվեարկություններ անցկացվելու դեպքում յուրաքանչյուր քվեարկության համար պատրաստվում են առանձին ծրարներ այնպես, որ գույներով ակնհայտորեն տարբերվեն միմյանցից եւ համապատասխանեն քվեաթերթիկների գույներին։ Հոդված 59. Քվեարկության նախապատրաստումը։ Առաջին. քվեարկությունը նախապատրաստում են տեղամասային ընտրական հանձնաժողովները։ Երկրորդ. քվեաթերթիկները, քվեարկության ծրարները, փաթեթավորված կնիքը, դրոշմակնիքը, հանձնաժողովի անդամների անհատական կնիքները պահվում են քվեարկության սենյակում գտնվող հատուկ չհրկիզվող պահարանում։ Դրանց պահպանման կարգը սահմանում է կենտրոնական ընտրական հանձնաժողովը։ Չորրորդ. ընտրողների գրանցման, ընտրողներին քվեաթերթիկներ եւ քվեարկության ծրարներ հատկացնելու եւ քվեարկության ծրարները կնքելու համար տեղամասային կենտրոններում տեղադրվում են աշխատանքային սեղաններ։ Ընտրողների գրանցման եւ ընտրողներին քվեաթերթիկներ եւ քվեարկության ծրարներ հատկացնող անդամների աշխատատեղերից յուրաքանչյուրի միջև նախատեսվում է առնվազն 1 աշխատատեղ վստահված անձի համար։
Եթե ընտրողների գրանցում իրականացնող եւ ընտրողներին քվեաթերթիկներ եւ քվեարկության ծրարներ հատկացնող երկու անդամներն էլ նշանակված են խորհրդարանական ընդդիմություն ներկայացնող կուսակցությունների դաշինքների կողմից, ապա վստահված անձի համար նախատեսված աշխատատեղը զբաղեցնելու նախապատվության իրավունք ունի խորհրդարանական մեծամասնություն ներկայացնող կուսակցությունների դաշինքի կամ նրա առաջադրած թեկնածուի վստահված անձը, ընդ որում առավել մեծ խմբակցություն ունեցող կուսակցության վստահված անձն ունի առաջնություն։ Հակառակ դեպքում այդ տեղը զբաղեցնելու նախապատվության իրավունք ունի խորհրդարանական ընդդիմություն ներկայացնող կուսակցությունների դաշինքի կամ նրա առաջադրած թեկնածուի վստահված անձը, ընդ որում առավել մեծ խմբակցություն ունեցող կուսակցության վստահված անձն ունի առաջնություն, եթե այդ կուսակցությունների դաշինքի նշանակած հանձնաժողովի անդամը գործառույթ չի իրականացնում։ 5. Քվեատուփը հանձնաժողովի անդամների աշխատասեղանները տեղադրվում են ընտրական տեղամասում գտնվելու իրավունք ունեցող անձանց համար տեսանելի տեղում։ 6. Քվեարկության սենյակում կամ դրա մուտքի մոտ փակցվում են քվեաթերթիկների նմուշները, հանրապետության նախագահի թեկնածուների կենսագրություններով ու լուսանկարներով պաստառ, կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակները։ Մեկնաբանություն. Քվեարկության նախորդ օրը տեղամասային ընտրական հանձնաժողովը վիճակահանությամբ ընտրում է հանձնաժողովի 3 անդամների, ովքեր ստորագրում են, դրոշմում կամ կնքում են քվեաթերթիկները։ Այնուամենայնիվ, քվեարկության օրը Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս գտնվող եւ ընտրելու իրավունք ունեցող, սակայն արտասահմանում Հայաստանի դիվանագիտական կամ հյուպատոսական ներկայացուցչությունների աշխատակից չհանդիսացող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները չեն կարող քվեարկել, քանի որ նրանք ընդգրկված են ընտրողների ցուցակներում ըստ իրենց Հայաստանի Հանրապետության հաշվառման հասցեի։ Հոդված 61. Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու վայրերում քվեարկության կազմակերպումը։ Առաջին. Ձերբակալված ընտրողները քվեարկությանը մասնակցում են կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով, շրջիկ արկղի միջոցով։ Ձերբակալված ընտրողների քվեարկությունը կազմակերպվում է այն հաշվարկով, որ ավարտվի մինչև ժամը 18:00։ Գլուխ 12. Քվեարկության կարգը։ Հոդված 62. Տեղամասային ընտրական հանձնաժողովի գործողությունները քվեարկությունից առաջ։ Առաջին. Քվեարկության օրը ժամը 7:00-ին տեղամասային ընտրական հանձնաժողովը տեղամասային կենտրոնում կայացած նիստում վիճակահանությամբ որոշում է. Առաջին. Ընտրողների գրանցումն իրականացնող անդամներին մինչև 1000 ընտրողի հաշվարկով առնվազն 1 անդամ։ Երկրորդ. Քվեաթերթիկներ եւ քվեարկության ծրարներ հատկացնող անդամներին մինչև 1000 ընտրողի հաշվարկով առնվազն 1 անդամ։ Երրորդ. Քվեարկության ծրարների կնքման եւ քվեատուփի համար պատասխանատու առնվազն 1 անդամի։ Չորրորդ. Շրջիկ արկղի միջոցով քվեարկություն անցկացնող առնվազն 1 անդամի։ 5. Տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամների 2 ժամը 1 պարբերականությամբ գործառույթների հերթափոխը։ Հանձնաժողովի նախագահը եւ քարտուղարը վիճակահանությանը չեն մասնակցում։ Երկրորդ. Տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահը հանձնաժողովի անդամների եւ քվեարկությանը ներկա լինելու իրավունք ունեցող անձանց ներկայությամբ բացում է չհրկիզվող պահարանը, հանում է հանձնաժողովի անդամների անհատական կնիքները եւ հանձնաժողովի յուրաքանչյուր անդամին հանձնում նախորդ օրվա վիճակահանությամբ իրեն տրամադրված անհատական կնիքը, հանում է դրոշմակնիքը, քվեաթերթիկները, քվեարկության ծրարները, ընտրողների ցուցակները եւ փաթեթավորված կնիքը, ստուգում է փաթեթավորված կնիքի փաթեթի անձեռնմխելիությունը, բացում է փաթեթավորված կնիքը, գրանցամատյանում կնիք դնելով հայտարարում է կնիքի համարը, ստուգում է քվեատուփի դատարկ լինելը, փակում եւ կնքում է քվեատուփը,
Ընտրողների ցուցակները հանձնում է ընտրողների գրանցման համար պատասխանատու անդամներին, քվեաթերթիկները եւ քվեարկության ծրարները հարյուրական փաթեթով, քվեաթերթիկներ եւ քվեարկության ծրարներ հատկացնող անդամներին, կնիքը եւ դրոշմակնիքը, քվեարկության ծրարները կնքող եւ քվեատուփի համար պատասխանատու անդամին։ Վերոհիշյալ բոլոր գործողությունների մասին տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահը համապատասխան գրառում է կատարում գրանցամատյանում։ Հոդված 63-րդ Քվեարկության սկիզբը, կարգը։ Առաջին. Տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահը քվեարկության օրը ժամը 8:00-ին հայտարարում է քվեարկության սկիզբը եւ թույլատրում ընտրողների մուտքը քվեարկության սենյակ։ Երկրորդ. Հանձնաժողովի նախագահը կազմակերպում եւ վերահսկում է քվեարկության կազմակերպումն ու անցկացումը, անհրաժեշտության դեպքում օժանդակում գործառույթ իրականացնող անդամներին, փոխարինում նրանց բացակայության դեպքում։ Հանձնաժողովի նախագահի հանձնարարությամբ հանձնաժողովի քարտուղարը գրառումներ է կատարում գրանցամատյանում, օժանդակում գործառույթ իրականացնող անդամներին, փոխարինում նրանց բացակայության դեպքում։ Երրորդ. Արգելվում է տեղամասային կենտրոն զենքով ռազմամթերքով մուտք գործելը։ Չորրորդ. Զինծառայողները, ազգային անվտանգության եւ ոստիկանության զորքերում ծառայողները տեղամասային կենտրոն մուտք են գործում ոչ շարային կարգով, առանց զենքի ռազմամթերքի։ Քվեարկության բնականոն ընթացքի վտանգման դեպքերում տեղամասային կենտրոն զենքով մուտք գործել կարող են միայն ոստիկանության ծառայողները, տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահի թույլտվությամբ։ Մեկնաբանություն. Քվեարկության ընթացքում տեղամասային կենտրոնի անվտանգությունն ապահովող ոստիկանության ծառայողներն իրավունք չունեն մուտք գործելու քվեարկության սենյակ։ Քվեարկության ընթացքում ծագած վեճերի, անհետաձգելի խնդիրների լուծման համար քվեարկության սենյակում կուտակումները վերացնելու, քվեարկության սենյակ մուտքը կանոնակարգելու հարցերում եւ այլն, տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահը որոշում է ընդունում ոստիկանների մուտքը քվեարկության սենյակ թույլատրելու համար։ Առանց հանձնաժողովի նախագահի թույլտվության ոստիկանության ներկայացուցիչների մուտքը քվեարկության սենյակ արգելվում է։ 5. Տեղամասային կենտրոնում ընտրական հանձնաժողովի անդամներից եւ քվեարկողներից բացի կարող են ներկա լինել վստահված անձինք, դիտորդները, տեղական դիտորդների համար միայն ընտրական հանձնաժողովներում ընդգրկվելու կամ դիտորդական առաքելություն իրականացնելու որակավորման վկայականի առկայության դեպքում, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներն ու վերադաս ընտրական հանձնաժողովների անդամները։ Թեկնածուն քվեարկության ընթացքում տեղամասային կենտրոնում կարող է գտնվել միայն քվեարկությանը մասնակցելու համար։ 6. Քվեարկության սենյակում միաժամանակ չի կարող գտնվել 15-ից ավելի քվեարկող։ Քվեարկության բնականոն ընթացքն ապահովելու համար ընտրական հանձնաժողովի նախագահն իրավունք ունի ընտրողներին քվեարկության սենյակ թողնելու հերթով 1-1։ Ընտրական հանձնաժողովի կողմից սույն մասի կատարումն ապահովելու անհնարինության դեպքում ընտրական հանձնաժողովի նախագահի պահանջով այն իրականացվում է ոստիկանության օժանդակությամբ։ 7. Քվեարկությանը մասնակցելու դժվարություններ ունեցող ընտրողների համար քվեարկությունը մատչելի դարձնելու նպատակով կենտրոնական ընտրական հանձնաժողովը պարտավոր է սահմանել լրացուցիչ հնարավորություններ, ապահովելով քվեարկողի կամքի ազատ արտահայտման հնարավորությունը եւ քվեարկության գաղտնիությունը։ Հոդված 64. Ընտրողների գրանցումը։ Առաջին. Ընտրողը քվեարկությանը մասնակցում է անձամբ, լիազորված քվեարկությունն արգելվում է։ Յուրաքանչյուր ընտրող գրանցվում է հանձնաժողովի գրանցման համար պատասխանատու անդամի մոտ գտնվող ընտրողների ցուցակում։ Երկրորդ. հանձնաժողովի ընտրողների գրանցման համար պատասխանատու անդամ նստուգում է ընտրողի ինքնությունը, ընտրողների ցուցակում գտնում է նրա անուն ազգանունը, դրա դիմացի դատարկ սյունյակում լրացնում է անձը հաստատող փաստաթղթի տվյալները եւ ընտրողը ստորագրում է այդ տվյալների դիմաց ընտրողի ստորագրության համար նախատեսված սյունյակում։ Ընտրողի գրանցումն իրականացնող անդամը
իր անհատական կնիքն է դնում ընտրողի ստորագրության դիմաց համապատասխան սյունյակում։ Եթե ընտրողը չի կարող ինքնուրույն ստորագրել ընտրողների ցուցակում, ապա նա իրավունք ունի դիմելու այլ քաղաքացու օգնության, բացառությամբ ընտրական հանձնաժողովի անդամների։ 3. Անձը հաստատող փաստաթուղթ է համարվում անձնագիրը, առանց կենսաչափական տվյալների, նույնականացման քարտը, անձնագրին կամ նույնականացման քարտին փոխարինող ժամանակավոր փաստաթուղթը, տրված լիազոր մարմնի կողմից, իսկ զինծառայողների համար զինվորական վկայականը կամ զինվորական գրքույկը, եթե գրանցվում են, քվեարկում են զինվորական մասի կազմած ընտրողների ցուցակում։ Պարտադիր ժամկետային զինծառայողները ծառայությունից օրենսդրությամբ սահմանված կարգով ժամանակավոր արձակված լինելու դեպքում իրենց մշտական բնակության վայրերում քվեարկում են զինվորական գրքույկներով, ներկայացնելով նաև ծառայությունից ժամանակավոր արձակված լինելու մասին փաստաթղթի պատճենը։ Ընտրողի անձը հաստատող փաստաթղթի վավերականության ժամկետի ավարտը հիմք չէ նրան քվեարկության չթողնելու համար։ Մեկնաբանություն. Անձը հաստատող փաստաթղթին փոխարինող փաստաթուղթ է հանդիսանում նաև Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից տրամադրված 9-րդ ձևը։ Ժամանակավոր արձակման մեջ չգտնվող զինծառայողները կարող են քվեարկել միայն Հայաստանի Հանրապետության նախագահի և ազգային ժողովի համամասնական ընտրակարգով ընտրություններին, իսկ տեղական ինքնակառավարման մարմինների, այդ թվում նաև Երևանի ավագանու, ինչպես նաև ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով ընտրություններին ժամկետային զինծառայողները կարող են քվեարկել միայն արձակված լինելու դեպքում, ներկայացնելով արձակման մասին համապատասխան փաստաթղթի պատճեն։ Հոդված 65. Քվեարկությունը։ Առաջին. Քվեարկության ժամանակ յուրաքանչյուր ընտրող ստանում է քվեարկության 1 քվեաթերթիկ, քվեաթերթիկներ միաժամանակ մի քանի քվեարկություն անցկացվելու դեպքում, և 1 քվեարկության ծրար, ծրարներ միաժամանակ մի քանի քվեարկություն անցկացվելու դեպքում։ Երկրորդ. Գրանցվելուց անմիջապես հետո ընտրողը մոտենում է հանձնաժողովի, քվեաթերթիկների և քվեարկության ծրարների տրամադրման համար պատասխանատու անդամին։ Վերջինս անջատում է քվեաթերթիկի, քվեաթերթիկների միաժամանակ մի քանի քվեարկություն անցկացվելու դեպքում ելունդը և քվեաթերթիկի ներքևի հատվածը քվեարկության ծրարի հետ հանձնում է ընտրողին։ Ընտրողն անցնում է քվեարկության խցիկ քվեարկելու։ Երրորդ. Ընտրողը քվեաթերթիկը լրացնում է գաղտնի քվեարկության խցիկում, արգելվում է որևէ ձևով տեղեկանալ, թե ընտրողն ինչպես է քվեարկում։ Չորրորդ. Քվեաթերթիկն ինքնուրույն լրացնելու հնարավորություն չունեցող ընտրողն իրավունք ունի հանձնաժողովի նախագահին տեղեկացնելուց հետո քվեարկության խցիկ հրավիրելու այլ անձի, որը չպետք է լինի ընտրական հանձնաժողովի անդամ, վստահված անձ։ Անձն իրավունք ունի օգնելու քվեաթերթիկն ինքնուրույն լրացնելու հնարավորություն չունեցող միայն մեկ ընտրողի։ Բացի նշված դեպքից, քվեաթերթիկը լրացնելիս քվեարկության խցիկում այլ անձի ներկայությունն արգելվում է։ Քվեաթերթիկն ինքնուրույն լրացնելու հնարավորություն չունեցող ընտրողին օգնող անձի տվյալները գրառվում են տեղամասային ընտրական հանձնաժողովի գրանցամատյանում։ 5. Եթե ընտրողը կարծում է, որ քվեաթերթիկը սխալ է լրացել կամ վնասել է, ապա կարող է դիմել հանձնաժողովի նախագահին նոր քվեաթերթիկ ստանալու համար։ Հանձնաժողովի նախագահի հանձնարարությամբ ընտրողին հատկացվում է նոր քվեաթերթիկ։ Ընտրողների ցուցակում կատարվում է համապատասխան նշում տվյալ ընտրողի անվան, ազգանվան դիմաց։ Սխալ լրացված, վնասված քվեաթերթիկին ամրացվում է քվեաթերթիկի ցանկացած մեկ ելունդ և քվեաթերթիկն անհապաղ մարվում է։ 6. Հանձնաժողովի քվեաթերթիկների և քվեարկության ծրարների տրամադրման համար պատասխանատու անդամը քվեաթերթիկների ելունդները կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով ըստ հերթականության դասավորում և հանձնում է տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահին։ Վերջինս դրանք առանձին կապերով տեղադրում է չհրկիզվող պահարանում։ 7.
Տեղամասային կենտրոնում արգելվում է կատարած քվեարկության մասին տեղեկություններ հայտնելը։ Քվեարկելուց հետո ընտրողն անհապաղ պետք է դուրս գա տեղամասային կենտրոնից։ Քվեարկության ընթացքում թեկնածուին արգելվում է գտնվել տեղամասային կենտրոնում կամ տեղամասային կենտրոնին հարող մինչև 50 մետր շարավղով տարածքում, բացառությամբ քվեարկությանը մասնակցելու դեպքի։ Հոդված 66-րդ Քվեաթերթիկը լրացնելու կարգը և քվեարկության ծրարը կնքելը։ Առաջին. քվեաթերթիկում ընտրողը կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած ձևով միատեսակ նշում է կատարում այն թեկնածուի անվան, կուսակցության, կուսակցությունների դաշինքի անվան դիմացի քառանկյունում, ում կողմ է քվեարկում։ Երկրորդ. մեկ թեկնածու քվեարկվելու դեպքում ընտրողը, եթե կողմ է քվեարկելու, նշում է կատարում կողմ եմ բառերի, եթե դեմ եմ բառերի դիմաց։ Երրորդ. քվեաթերթիկում քվեարկության մասին նշում կատարելուց հետո ընտրողը քվեարկության խցիկում քվեաթերթիկը ծալում է, տեղավորում քվեարկության ծրարի մեջ և մոտենում քվեատուփին։ Միաժամանակ մի քանի քվեարկություն անցկացվելու դեպքում ընտրողը յուրաքանչյուր քվեաթերթիկ տեղավորում է համապատասխան ծրարում։ Չորրորդ. քվեարկության ծրարը կնքող և քվեատուփի համար պատասխանատու անդամը քվեարկության ծրարը կնքում և քվեարկության ծրարը քվեատուփի մեջ գցելու հնարավորություն է ընձեռում միայն ընտրողի անձը հաստատող փաստաթղթում տվյալ ընտրությանը մասնակցելու վերաբերյալ դրոշմակնիքի բացակայությունը ստուգելուց և դրա բացակայության դեպքում անձը հաստատող փաստաթուղթը դրոշմակնքելուց հետո։ Եթե ընտրողի անձը հաստատող փաստաթղթում առկա է տվյալ ընտրությանը մասնակցելու մասին դրոշմակնիկ, ապա հանձնաժողովի անդամը հանձնաժողովի նախագահի միջոցով տեղեկացնում է հերթապահող ոստիկաններին հանցագործության փորձի մասին, հանում է քվեաթերթիկը քվեարկության ծրարից, ծրարը վերադարձնում քվեաթերթիկ և քվեարկության ծրար հատկացնող հանձնաժողովի անդամին, իսկ քվեաթերթիկին ամրացնելով քվեաթերթիկի ցանկացած մեկ ելունդ կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով անհապաղ մարում է։ Քվեարկության ծրարը կնքող և քվեատուփի համար պատասխանատու հանձնաժողովի անդամն իր նախաձեռնությամբ կամ հանձնաժողովի այլ անդամի կամ վստահված անձի պահանջով կարող է ստուգել հանձնաժողովի այլ անդամին կամ վստահված անձին ներկայացնել ընտրողի անձը հաստատող փաստաթուղթը։ Քվեարկության ծրարը կնքող և քվեատուփի համար պատասխանատու հանձնաժողովի անդամը կնքում է քվեարկության ծրարը, բացում է քվեատուփի ճեղքը և ընտրողին հնարավորություն է ընձեռում քվեարկության ծրարը քվեատուփի մեջ գցելու համար։ Քվեարկության ծրարը կնքվում է տեղամասային ընտրական հանձնաժողովի կնիքով։ Այս կնիքը քվեարկության ողջ ընթացքում պետք է գտնվի քվեատուփի մոտ, բոլորի համար տեսանելի տեղում։ 5. Անձը հաստատող փաստաթղթի դրոշմակնքման համար տեղամասային ընտրական հանձնաժողովներին հատկացվում է այնպիսի նյութ, որն օգտագործելուց հետո առնվազն 12 ժամ պահպանվում է, իսկ հետո անհետանում։ 6. Եթե հանձնաժողովի անդամը կամ վստահված անձը գտնում է, որ քվեարկության ընթացքում տեղի է ունեցել սույն օրենսգրքով նախատեսված քվեարկության կարգի խախտում, ապա իրավունք ունի պահանջելու, որ իր գնահատականը արձանագրվի գրանցամատյանում։ Մեկնաբանություն. Սովորաբար քվեաթերթիկում նշումը կատարվում է լատիներեն V տառի տեսքով։ Մնացած այլ դեպքերում X տառով կամ գծիկով նշված վանդակներով քվեաթերթիկները համարվում են անվավեր։ Անձը հաստատող փաստաթղթում դրոշմակնիկ դնելը նպատակ ունի կանխելու տվյալ ընտրողի կողմից կրկնակի քվեարկության հնարավորությունը։ Գլուխ 13. Քվեարկության արդյունքներն ամփոփելու և աղյուսակավորելու, անճշտությունները որոշելու և ընտրությունների արդյունքներն ամփոփելու կարգը։ Հոդված 67. Ընտրական տեղամասում քվեարկության արդյունքներն ամփոփելու կարգը։ Առաջին. Տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահը ժամը 20:00-ին հայտարարում է քվեարկության ավարտի մասին և արգելում ընտրողների մուտքը քվեարկության սենյակ։
Հանձնաժողովը քվեարկության սենյակում գտնվող ընտրողներին քվեարկելու հնարավորություն է տալիս, որից հետո հանձնաժողովի նախագահը փակում է քվեատուփի ճեղքը։ Երկրորդ. Տեղամասային ընտրական հանձնաժողովն ընտրական հանձնաժողովի նիստին ներկա լինելու իրավունք ունեցող անձանց ներկայությամբ, այս նիստին կարող է մասնակցել նաև թեկնածուն, սկսում է քվեարկության արդյունքների ամփոփման նիստը։ Այդ նպատակով առաջին. փաթեթավորում եւ կնքում է հանձնաժողովի անդամների անհատական կնիքները, դրանք տեղավորում ընտրական փաստաթղթերի պարկում։ Երկրորդ. հաշվարկում է չօգտագործված, ընտրողների կողմից ոչ ճիշտ լրացված, վնասված եւ հետ տրված քվեաթերթիկների ընդհանուր թիվը։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով մարում է չօգտագործված քվեաթերթիկները, փաթեթավորում, կնքում է փաթեթը եւ տեղադրում պարկում։ Երրորդ. փաթեթավորում է օգտագործված քվեաթերթիկների ելույթները, կնքում փաթեթը եւ տեղադրում պարկում։ Չորրորդ. հաշվարկում է ընտրողների յուրաքանչյուր լրացուցիչ ցուցակի, այդ թվում քվեարկության օրն ընտրական տեղամասում կազմված լրացուցիչ ցուցակի ընտրողների թիվը առանձին, լրացուցիչ ցուցակների ընտրողների թվերի գումարին ավելացնելով ընտրողների ցուցակում ընդգրկված ընտրողների թիվը, ստանում է ընտրական տեղամասում ընտրողների ընդհանուր թիվը։ 5. Ընտրողների ցուցակներում, այդ թվում լրացուցիչ ցուցակներում, ընտրողների ստորագրությունների հիման վրա հաշվարկում է քվեարկության մասնակիցների, քվեաթերթիկներ ստացած ընտրողների թիվը, փաթեթավորում է ցուցակները, կնքում փաթեթը եւ տեղադրում պարկում։ 3. Հանձնաժողովի նախագահը գրանցամատյանում արձանագրված ընտրական տեղամասում քվեարկության մասնակիցների թիվը կապի հնարավոր միջոցներով անհապաղ հայտնում է ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահին։ Վստահված անձի պահանջով նրան տրվում է գրանցամատյանից քաղվածք ընտրությունների մասնակիցների թվի վերաբերյալ, վավերացված հանձնաժողովի նախագահի եւ քարտուղարի ստորագրություններով ու հանձնաժողովի կնիքով։ Տեղամասային ընտրական հանձնաժողովը հավաքում է չօգտագործված քվեարկության ծրարները եւ փաթեթավորում պարկի հետ ընտրատարածքային ընտրական հանձնաժողով ներկայացնելու համար։ Չօգտագործված քվեարկության ծրարների փաթեթը պարկի մեջ չի դրվում։ 4. Հանձնաժողովի նախագահը բացում է քվեատուփը, քվեատուփից հանում քվեարկության մեկ ծրար, բարձրաձայն հայտարարում ծրարի սահմանված կամ չսահմանված նմուշի լինելու մասին, ապա ցուցադրում այնպես, որ այն տեսանելի լինի ներկաների համար։ Պահանջի դեպքում քվեարկության ծրարը փոխանցվում է հանձնաժողովի մյուս անդամներին։ Հանձնաժողովի նախագահի արտահայտած կարծիքին համաձայն չլինելու դեպքում հանձնաժողովի անդամը ներկայացնում է առարկություն։ Առարկության դեպքում քվեարկության արդյունքով քվեարկության է դրվում հանձնաժողովի անդամի առաջարկությունը եւ եթե հանձնաժողովի անդամի առաջարկությունը քվեարկությամբ չի ընդունվում, ապա ընդունված է համարվում հանձնաժողովի նախագահի առաջարկությունը։ Իսկ առարկություն չլինելու դեպքում հանձնաժողովի նախագահը իր հայտարարության համաձայն սահմանված նմուշի քվեարկության ծրարից հանում է քվեաթերթիկը, հայտարարում քվեաթերթիկի վավեր, անվավեր կամ չսահմանված նմուշի լինելու մասին, վավեր քվեաթերթիկի դեպքում հայտարարում նաև թե ինչպես է քվեարկված, ապա ցուցադրում այնպես, որ այն տեսանելի լինի ներկաների համար։ Պահանջի դեպքում քվեաթերթիկը փոխանցվում է հանձնաժողովի մյուս անդամներին։ Հանձնաժողովի նախագահի արտահայտած կարծիքին համաձայն չլինելու դեպքում հանձնաժողովի անդամը ներկայացնում է առարկություն։ Առարկության դեպքում քվեարկության արդյունքով քվեարկության է դրվում հանձնաժողովի անդամի առաջարկությունը, եւ եթե հանձնաժողովի անդամի առաջարկությունը քվեարկությամբ չի ընդունվում, ապա ընդունված է համարվում հանձնաժողովի նախագահի առաջարկությունը։ Իսկ առարկություն չլինելու դեպքում հանձնաժողովի նախագահը իր հայտարարության համաձայն ըստ քվեաթերթիկում կատարված քվեարկության նշումի քվեաթերթիկը դնում է համապատասխան թեկնածուի, կուսակցությունների դաշինքի օգտին։ Մեկ թեկնածու քվեարկվելու դեպքում թեկնածուին կողմ կամ դեմ քվեարկված կամ անվավեր քվեաթերթիկների փաթեթի մեջ, իսկ ծրարը
սահմանված նմուշի քվեարկության ծրարների փաթեթի մեջ, որից հետո քվեատուփից հանում է հաջորդ ծրարը։ Այդ գործողությունը կրկնվում է քվեատուփում առկա բոլոր ծրարների համար։ Ծրարների, քվեաթերթիկների տեսակավորումն իրականացնելու ժամանակ հանձնաժողովի անդամներին արգելվում է նշումներ կատարել, ինչպես նաև իրենց մոտ ունենալ գրիչներ, մատիտներ կամ նշումներ կատարելու այլ առարկաներ։ 5. Քվեարկության ծրարի մեջ միևնույն քվեարկության մեկից ավելի քվեաթերթիկներ կամ չսահմանված նմուշի քվեաթերթիկներ գտնվելու դեպքում քվեաթերթիկը, քվեաթերթիկները հետ է դրվում ծրարի մեջ, իսկ ծրարը չսահմանված նմուշի քվեարկության ծրարների փաթեթի մեջ։ Չսահմանված նմուշի քվեարկության ծրարների դեպքում քվեաթերթիկները ծրարից չեն հանվում, իսկ ծրարը դրվում է չսահմանված նմուշի քվեարկության ծրարների փաթեթի մեջ։ Չսահմանված նմուշի քվեարկության ծրարները դրանցում գտնվող քվեաթերթիկների հետ անհապաղ մարվում են և փաթեթավորվում։ Այս փաթեթը առանց պարկի մեջ տեղադրելու ներկայացվում է ընտրատարածքային ընտրական հանձնաժողով։ 6. Քվեատուփում առկա բոլոր քվեարկության ծրարները և քվեաթերթիկները տեսակավորելուց հետո հանձնաժողովի նախագահը հանձնաժողովի անդամների ներկայությամբ մեկ առ մեկ հաշվարկում է սահմանված նմուշի քվեարկության ծրարների, անվավեր ճանաչված քվեաթերթիկների, ինչպես նաև յուրաքանչյուր թեկնածուին, կուսակցությանը, կուսակցությունների դաշինքին կողմ քվեարկված քվեաթերթիկների թիվը, իսկ մեկ թեկնածու քվեարկվելու դեպքում թեկնածուին կողմ կամ դեմ քվեարկված քվեաթերթիկների թիվը։ Հաշվարկված թվերը հրապարակվում են և արձանագրվում գրանցամատյանում։ 7. Արդյունքներն ամփոփելիս չսահմանված նմուշի քվեարկության ծրարները և չսահմանված նմուշի քվեաթերթիկները հաշվի չեն առնվում և չեն հաշվարկվում։ 8. Հաշվարկված և տեսակավորված քվեարկության ծրարներն ու քվեաթերթիկները կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով փաթեթավորվում են, իսկ փաթեթները կնքվում և տեղադրվում են պարկում։ Փաթեթների վրա պետք է առկա լինի հանձնաժողովի նախագահի ստորագրությունը։ Հանձնաժողովի մյուս անդամները և վստահված անձինք ևս իրավունք ունեն ստորագրելու փաթեթների վրա կամ սեփական դրոշմով դրոշմելու փաթեթները։ Գրանցամատյանում գրառվում են ստորագրողների անուն-ազգանունները, դրվում ստորագրության կամ դրոշմի նմուշները։ 9. Վստահված անձինք, դիտորդները, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչները կարող են լուսանկարահանել, տեսանկարահանել քվեարկության արդյունքների ամփոփման գործընթացը։ 10. Միաժամանակ մի քանի ընտրություն անցկացվելու դեպքում տեղամասային ընտրական հանձնաժողովն առաջին հերթին ամփոփում է համապետական ընտրության քվեարկության արդյունքները, ընդ որում հանրապետության նախագահի ընտրություններն այլ ընտրությունների հետ անցկացվելու դեպքում տեղամասային ընտրական հանձնաժողովն առաջին հերթին ամփոփում է հանրապետության նախագահի ընտրության քվեարկության արդյունքները, ազգային ժողովի ընտրությունների դեպքում համամասնական ընտրակարգով ընտրությունների, իսկ տեղական ինքնակառավարման ընտրությունների դեպքում համայնքի ավագանու ընտրության քվեարկության արդյունքները։ Հոդված 68. Քվեաթերթիկների վավերականությունը։ 1. Սահմանված նմուշի քվեաթերթիկն անվավեր է, եթե 1. Մեկից ավելի թեկնածուի, կուսակցության, կուսակցությունների դաշինքի օգտին նմուշներ է ներառում։ 2. Մեկ թեկնածու քվեարկվելու դեպքում միաժամանակ կողմ եմ և դեմ եմ բառերի դիմաց նշումներ է ներառում։ 3. Որևէ նշում չի ներառում։ 4. Բացի քվեարկության համար կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կամ դրան նմանվող նշանից ներառում է այլ ընտրողի ինքնությունը բացահայտող նշում։ 5. Ընտրական հանձնաժողովի անդամի կողմից ստորագրված կամ սեփական դրոշմով դրոշմված կամ անհատական կնիքով կնքված չէ։ 6. Ակնհայտ խախտված է քվեաթերթիկում նշում կատարելու սահմանված ձևը։
Սահմանված ձևի ոչ էական խախտումը չի կարող համարվել քվեաթերթիկի անվավերության հիմք, եթե ընտրողի մտադրությունը հստակ է և աներկբա։ Երկրորդ. քվեաթերթիկը վավեր է, եթե այն անվավեր չէ։ Մեկնաբանություն. Սահմանված նմուշի քվեաթերթիկը քվեաթերթիկի այն ձևն է, որը հաստատված է կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից։ Հոդված 69-րդ. Չսահմանված նմուշի քվեաթերթիկները։ Առաջին. Չսահմանված նմուշի է սահմանված նմուշից տարբերվող քվեաթերթիկը, ինչպես նաև առաջին. քվեարկության չսահմանված նմուշի ծրարում գտնվող քվեաթերթիկը։ Երկրորդ. ծրարում գտնվող քվեաթերթիկները, եթե դրանց թիվը 1-ից ավելի է։ Երրորդ. քվեատուփում գտնվող առանց քվեարկության ծրարի քվեաթերթիկները։ Հոդված 70-րդ. Քվեարկության չսահմանված նմուշի ծրարները։ Առաջին. քվեարկության չսահմանված նմուշի ծրարը սահմանված նմուշից ակնհայտ տարբերվող կամ չկնքված կամ այլ կնիքով կնքված քվեարկության ծրարը, ինչպես նաև առաջին. քվեաթերթիկ չպարունակող քվեարկության ծրարը։ Երկրորդ. մեկից ավելի քվեաթերթիկ պարունակող քվեարկության ծրարը։ Երրորդ. չսահմանված նմուշի քվեաթերթիկ պարունակող քվեարկության ծրարը։ Չորրորդ. ընտրողի ինքնությունը բացահայտող նշումներ ներառող քվեարկության ծրարը։ Հոդված 71-րդ. Տեղամասային ընտրական հանձնաժողովի քվեարկության արդյունքների արձանագրությունը։ Առաջին. Տեղամասային ընտրական հանձնաժողովը կազմում է ընտրական տեղամասում քվեարկության արդյունքների արձանագրություն, դրանում նշելով. Առաջին. յուրաքանչյուր լրացուցիչ ցուցակի, այդ թվում քվեարկության օրն ընտրական տեղամասում կազմված լրացուցիչ ցուցակի ընտրողների թիվը առանձին։ Երկրորդ. ընտրական տեղամասում ընտրողների ընդհանուր թիվը, որը հավասար է լրացուցիչ ցուցակների ընտրողների թվերի և հիմնական ցուցակում ընդգրկված ընտրողների թվի գումարին։ Երրորդ. քվեարկության մասնակիցների թիվը լրացվում է գրանցված և քվեաթերթիկներ ստացած ընտրողների ստորագրությունների թիվը։ Չորրորդ. տեղամասային ընտրական հանձնաժողովին հատկացված քվեաթերթիկների թիվը և ելունդների համարները լրացնում է ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը։ Հինգերորդ. մարված քվեաթերթիկների, չօգտագործված և ընտրողների կողմից ոչ ճիշտ լրացված կամ վնասված և հետ տված քվեաթերթիկներ ընդհանուր թիվը։ Վեցերորդ. անվավեր քվեաթերթիկների թիվը։ Յոթերորդ. յուրաքանչյուր թեկնածուին, կուսակցությանը, կուսակցությունների դաշինքին կողմ քվեարկված քվեաթերթիկների թիվը։ Ութերորդ. թեկնածուին դեմ քվեարկված քվեաթերթիկների թիվը։ Տողը նշվում է 1 թեկնածու քվեարկվելու դեպքում։ Իններորդ. քվեատուփում առկա սահմանված նմուշի քվեարկության ծրարների թիվը։ Երկրորդ. արձանագրությունը ստորագրում են հանձնաժողովի նախագահը, քարտուղարը և անդամները։ Այն կնքում է հանձնաժողովի նախագահը։ Երրորդ. հանձնաժողովի անդամը պարտավոր է ստորագրել արձանագրությունը։ Եթե նա արձանագրության տվյալների վերաբերյալ ունի առարկություն, հատուկ կարծիք, ապա այդ մասին գրառում է կատարում արձանագրությունում, դրա համար նախատեսված հատուկ տեղում։ Չորրորդ. քվեարկության ավարտից հետո, մինչև ընտրական տեղամասում քվեարկության արդյունքների վերաբերյալ արձանագրություն կազմելը, տեղամասային ընտրական հանձնաժողովի նիստը չի կարող ընդհատվել։ Հինգերորդ. նիստի վերջում, բայց ոչ ուշ, քան քվեարկության ավարտից 10 ժամ հետո, հանձնաժողովն ավարտում է արձանագրության կազմումը, իսկ հանձնաժողովի նախագահը հրապարակում է ընտրական տեղամասում քվեարկության արդյունքների վերաբերյալ կազմված արձանագրությունը։ Վեցերորդ. արձանագրությունը կազմվում է 4 օրինակից։ Մեկ օրինակը փակցվում է տեղամասային կենտրոնում ընտրողների ցուցակների կողքին։ Մեկ օրինակը տեղադրվում է ընտրական փաստաթղթերի պարկում։ Յոթերորդ. պարկի վրա պետք է առկա լինի հանձնաժողովի նախագահի ստորագրությունը։
Հանձնաժողովի մյուս անդամները եւ վստահված անձինք եւս իրավունք ունեն ստորագրելու պարկի վրա կամ սեփական դրոշմով դրոշմելու պարկը։ Գրանցամատյանում գրառվում են ստորագրողների անուն ազգանունները, դրվում ստորագրության կամ դրոշմի նմուշները։ Ընտրական փաստաթղթերի պարկը տեղամասային ընտրական հանձնաժողովում պետք է փակվի։ Տեղամասային ընտրական հանձնաժողովում այդ պարկը սահմանված կարգով փակելու համար պատասխանատու է հանձնաժողովի նախագահը։ 8. Հանձնաժողովում ներկա լինելու իրավունք ունեցող անձանց պահանջով նրանց տրվում է ընտրական տեղամասում քվեարկության արդյունքների արձանագրությունից քաղվածք, վավերացված հանձնաժողովի նախագահի եւ քարտուղարի ստորագրություններով եւ հանձնաժողովի կնիքով։ 9. Տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահը եւ քարտուղարը պարկը չսահմանված նմուշի քվեարկության ծրարների փաթեթը, չօգտագործված քվեարկության ծրարների փաթեթը, քվեարկության արդյունքների արձանագրության երկու օրինակը, գրանցամատյանը եւ հանձնաժողովի կնիքը, դրոշմակնիքը քվեարկության ավարտից հետո ոչ ուշ քան 12 ժամվա ընթացքում ներկայացնում են ընտրատարածքային ընտրական հանձնաժողով, կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով։ Հոդված 72. Անճշտությունները որոշելու կարգը։ Մեկնաբանություն։ Անճշտությունների քանակը որոշելու համար քվեարկության հաշվարկից հետո տեղամասային ընտրական հանձնաժողովը միմյանց հետ համադրում է հանձնաժողովին հատկացված քվեաթերթիկների, ընտրողների ցուցակներում ստորագրությունների, քվեատուփում առկա սահմանված նմուշի վավեր եւ անվավեր, ինչպես նաև մարված քվեաթերթիկների թիվը։ Համապատասխան հաշվարկների արդյունքում հանձնաժողովը պարզում է անճշտությունների թիվը։ Եթե անճշտությունների թիվը ավելի է, քան առավելագույն ձայներ հավաքած երկու թեկնածուների, կուսակցությունների դաշինքների ձայների միջև տարբերությունը, ապա ընտրությունները տվյալ տեղամասում համարվում են անվավեր, քանի որ տվյալ դեպքում անհնարին է դառնում որոշել տվյալ տեղամասում հաղթողին։